Շնորհակալություն ազգային ժողովի նիստը հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, այս ամբիոնից խոսվեց ազգային ժողովի դահլիճում իրար հետ քննարկումների ժամանակ բարեկրթության կարևորության մասին եւ դժվար է չհամաձայնվել այս մտքի հետ եւ ամբողջությամբ կիսում եմ այս միտքը եւ ուղերձը, բայց ցավոք ինչը վերաբերվում է բովանդակությանը քննարկումների, կարելի է ցավով արձանագրել, որ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը այս առումով մեծ հույսեր մեզ չի ներշնչում։ Այսպես ազգային ժողովի նախագահին հարցեր ուղղելու հնարավորությունը օգտագործելով նորընտիր ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորները ունենալով հնարավորություն տարատեսակ հարցեր ուղղելու տարբեր ոլորտների վերաբերյալ, որոշեցին այս հնարավորությունը մեկը մյուսի ետևից բառից բուն իմաստով մսխել, կրկնելով ըստ էության նույն միտքը տարատեսակ բառապաշարով, եւ ձեր թույլտվությամբ ես կկրկնեմ մեր հարգելի գործընկերների հարցադրումները։ Առաջին մեր պատգամավոր գործընկերը հարցնում է, ասում է. Դուք ֆելոուշիփի ժամանակ ազգությամբ թուրքերի հետ շփվել եք, թե ոչ։ Այս հարցը նա ուղղում է մի մարդու, ով այդ ընթացքում 5 ամիս շարունակ ապրել է Թուրքիայում։ Այսինքն կարելի է հարց ուղղել մեր գործընկերներին, օրինակ դուք երբ լինում եք Ռուսաստանում, օրինակ ռուսների հետ շփվում եք, թե չէ, կամ նույն տրամաբանությամբ Անգլիայում կամ որևէ այլ տեղ, ինքնին տարօրինակ հարց համաձայնվեք, հարգելի գործընկերներ, բայց պարզվում է, որ հաջորդ պատգամավորը պետք է ըստ էության կրկներ նույն հարցը փոքրիչ այլ տրամաբանությամբ։ Ասում է, ինչպես նշեցիք, թուրքերի հետ շփվել եք, իսկ թուրքերի հետ մտերմություն արել եք, թե ոչ։ Հարգելի գործընկերներ, սա ցիտում եմ ես բառացի, հատուկ մտել նայել եմ վիդեո մատերիալը նայել եմ եւ բառացի ցիտել եմ եւ սղագրել եմ։ Հաջորդ հարցը այս տրամաբանությամբ եթե շարունակվեր, կարող էր արդեն երևի առնչվեր պարոն Ռուբինյանի եւ թուրք ազգությամբ ինչ որ X մարդկանց այլ տեսակի հարաբերություններին, բայց բարեբախտաբար երրորդ հարցադրումը հնչեց հետեւյալ կերպ։ Ասում է ամփոփելով թուրքերի հետ շփվել եք նորմալ է, այսինքն հեգնում է, երևի ենթադրաբար թուրքերի հետ շփվելը նորմալ չի, ասում է իսկ ում հետ եք շփվել կամ իսկ ում հետ որ շփվել եք, նրանք իրենց մասնագիտությամբ կամ աշխատանքի բնույթով կարող է պետական հաստատությունների հետ որևէ կապ ունեցել են, թե ոչ ձեր շփման շրջանակներում։ Ըստ էության խորամուխ չլինելով կոնկրետ բովանդակության մեջ այս հարցի, դրան անդրադարձավ պարոն Ռուբինյանը, այս պայդրությամբ ես կարծում եմ, որ այս հարցերի շարքը արդեն ավարտված է հետևյալ երկու պատճառներով։ Նախ, վերջին երկու պատգամավորների հարցերից հետո արձագանք չհնչեց, այսինքն այդ մարդիկ ըստ էության բավարարված էին պատասխանով, եւ երկրորդ, երրորդ հարցադրողը ասեց ամփոփելով, այսինքն հարցը ամփոփվեց, թվում էր թե վերջացավ, բայց ոչ, հարգելի գործընկերներ, կար չորրորդը, ով հնչեցնում է հետեւյալ հարցը, ասում է պարոն Ռուբինյան, դուք լիարժեք չպատասխանեցիք իմ գործընկերների հարցին, այնուամենայնիվ եւ փորձում է պարոն Ռուբինյանից հասկանալ, թե ինչ տեսք ունեին, ինչ արտաքին ունեին այդ մարդիկ եւ ասում է խնդրում եմ իրենց նկարագրեք։ Բնութագիրը, արտաքինի բնութագիրը նկարագրեք մեր ձեր թուրքերի, այն մարդկանց, որ շփվում եք, ովքեր ազգությամբ թուրք են։ Եվ հարց է առաջանում, բայց եթե ձեր նախորդ երկու գործընկերները չեն արձագանքում, ենթադրվում է համարում են, որ հարցը պատասխանվել է։ Ինչու եք դուք համարում, որ այնուամենայնիվ չպատասխանեցին ձեր գործընկերներին, մինչդեռ ձեր գործընկերները իրենց փոխարեն արդեն այդ հարցի պատասխանը տվել էին։ Եվ այս առումով կրկնեմ հարգելի գործընկերներ, որ բովանդակային առումով այս քննարկումները իհարկե մեծ հույսի տեղ չեն տալիս, բայց հուսամ, որ այնուամենայնիվ այս հորետեսությունը հիմնազուրկ է։ Շարունակելով բարեկրթության թեման, հնարավոր չէ չանդրադառնալ Լևոն Քոչարյանի հարցադրումներին առայն թե ինչպես է հնարավոր բարեկրթության շրջանակներում շփվել այս դահլիճում, երբ կան քրեական գործեր հարուցված, երբ իր ձևակերպման բռնաճնշումներ են Հայաստանում եւ իր ձևակերպման ընտրությունները կեղծված են եւ այլն։
Իհարկե շարունակելով եւ կրկնելով պարոն Ռուբինյանի միտքն առայն, որ բարեկրթությունը ըստ էության որևէ կապ չունի հարուցված քրեական գործերի հետ, պետք է ուղղակի ավելացնել, որ եթե չեմ սխալվում, մոտ 150 քրեական գործ կա ընտրությունների ընթացքում հարուցված, որոնք առնչվում են ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի սխեմաներին, տարատեսակ սխեմաներին, որոնք ի դեպ առնչվում են հիմնավորապես այս դահլիճում ներկա երկու ֆրակցիաների հետ փոխկապակցվում են առնվազն այն հրապարակումներում, որոնք որ հրապարակված է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Եվ այս համատեքստում փոքրինչ տարօրինակ է, երբ այս գործերը համեմատվում են բարեկրթության կամ որևէ կերպ փորձում է ուրեմն համեմատական տանել բարեկրթության եւ այս process-ների միջև։ Իհարկե, մի միտք, որը շատ հաճախ հնչեցվում է մասնավորապես հենց նույն պատգամավորի կողմից, ասում է լավ, եթե նախկինում եղել են սխալներ, միթե դա նշանակում է, որ հիմա այդ սխալները պետք է կրկնվեն։ Սա հաճախ բավականին հնչած միտք է պարոն Քոչարյանի կողմից, հավանաբար հենց այն պատճառով, որովհետև երբ խոսվում է նախկինում նմանատիպ, ուրեմն դրսևորումների մասին, բնականաբար խոսքը գնում է իր հոր պաշտոնավարման տարիներին տեղի ունեցողների մասին։ Իհարկե այս հարցադրումը ինքնին էլի տրամաբանական չէ, որովհետև համեմատելու բաներ չկան, որովհետև մեր հանրությունը պարզ տեսնում է եւ կարողանում է ի վիճակի է համեմատել Ռոբերտ Քոչարյանի եւ մեր կառավարման տարիները եւ այն իրողությունները, որոնք առկա են այս երկու ժամանակահատվածներում, բայց ուզում եմ ասել մի բան, որ նույնիսկ եթե մեր փոխարեն լիներ էլ ավելի ռեժիմային, ուրեմն ռեժիմային համակարգ Հայաստանի Հանրապետությունում, մեր փոխարեն լիներ այլ մարդիկ, ես կարծում եմ, որ ձեր կողմից նման հարցադրումները մշտապես արժանանալու էին նույն պատասխանների եւ հետեւաբար կա երկու տարբերակ, որպեսզի դուք տարանջատվեք Ռոբերտ Քոչարյանից եւ հետեւաբար այդ ժամանակահատվածից։ Կամ այն մարդիկ, ովքեր որևէ կերպ առնչվում են Ռոբերտ Քոչարյանի հետ, պետք է ուղղակի հրաժարվեն իրենց մանդատից, եւ երկրորդը, որ ամենակարևորն է, Ռոբերտ Քոչարյանը ուղղակի պետք է չլինի ձեր քաղաքական առաջնորդը։ Եվ երրորդ, ոչ պակաս կարևոր, դուք պետք է հստակ քաղաքական գնահատական տաք Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած բոլոր դրվագներին։ Եվ հետեւաբար, հարգելի գործընկերներ, ուղղակի հնարավոր չէ դրա մասին չխոսել եւ չանդրադառնալ, երբ դուք խոսում եք երևույթների մասին, որոնք արմատավորվել են ձեր քաղաքական ղեկավարի պաշտոնավարման տարիներին։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից պարոն Ֆարմանյանը ասում է, տեղեկատվական տերոր ա եղել, խոսում բան, թե իբր մենք տարածել ենք տեղեկատվություն, թե իբր իրենց քաղաքական ուժի կառավարությունը ստանձնելու պարագայում հայերը գնալու են Դոնբաս, մի բան, որը որևէ կերպ դուք չեք կարող ապացուցել, որովհետև որևէ հնարավոր ուրեմն հարթակում առնվազն մեր հետ առնչվող նման տեղեկատվություն չի շրջանառվել, առավել եւս խոսում եք հանրային հեռուստաընկերության մասին, նման բան ուղղակի չի եղել։ Եվ համեմատության կարգով, հա, նաեւ խոսում եք վիրավորական արտահայտությունների մասին եւ չգիտես ինչի Կալուգա քաղաքն եք հիշատակում, մի կողմից ասում եք վիրավորում եք, մի կողմից ասում եք դա վիրավորական բան չի։ Եթե վիրավորական բան չի, ինչ եք դրա մասին այդքան խոսում։ Եվ երրորդը, դուք ասում եք, որ դուք գերազանցապես խոսել եք ձեր անելիքների մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում, հարգելի գործընկերներ, ձեր քարոզարշավի ընթացքում դուք գերազանցապես խոսել եք ձեր մտածածին 300,000 ադրբեջանցիների մասին, դա տիրաժավորել եք բոլոր հնարավոր ձեր հետ փոխկապակցված մեդիա հարթակներով, ձեր անձնական էջերով եւ մի եկեք մեզ պատմեք, որ դուք նախընտրական քարոզարշավը իրականացրել եք հիմնավորապես կենտրոնացած լինելով ձեր անելիքների մասին։ Եվ վերջում ուզում եմ խոսել այն մասին, որ այսօր ազգային ժողովի պատգամավորի երթման տեքստի հնչեցման ժամանակ մեր գործընկերները չկանգնեցին ոտքի եւ ես ուզում եմ այս բանի քաղաքական մշակույթի տեսանկյունից ուզում եմ հասկանամ սա ինչ ուղերձ է, այսինքն մի հատ տեքստը կարդացեք, ըստ էության մի տեքստ, որը խոսում է Հայաստանի Հանրապետության շահերի
պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետության բարօրության մասին։ Ու դուք ոտքի չեք կանգնում, սա ինչ ուղերձ է հանրությանը։ Սա լավ սկիզբ չի, հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ վերանայեք ձեր գործունեությունը։